Մեր նախագծային աշխատանքի թեման ընտրվել է հենց Ալեքսանդր Թամանյանը, քանի որ նա է մեր հայրենի քաղաքի Արմավիրի հատակագծի հեղինակը։ Մեր նախագծային աշխատանքի նպատակն է եղել ուսումնասիրել Ալեքսանդր Թամանյանի կյանքը եւ գործունեությունը, հասկանալով թե մարդ ինչքան անձնածով կարող է լինել հանուն հայրենիքի բարօրության, իմանալ նրա ազդեցությունը հայ համաշխարհային ճարտարապետության վրա։ Նրա մեծագույն ոգեշնչման աղբյուրը եղել է իր կինը Կամիլա Թամանյանը, քանի որ նրա ոգևորությունը եղել է Թամանյանի համար մեծագույն նոր գաղափարների համար մեծագույն ուղենիշ։ Ալեքսանդր Թամանյանը ինչպես նաև դիմակայել է բազմաթիվ քննադատությունների եւ բախվել է բազմաթիվ փորձությունների հետ, ինչպիսին է երկու դստերի կորուստը։ Աշխատանքի հիմնական խնդիրը եղել է դպրոցի եւ համայնքի համար ավելի ճանաչելի դարձնել Ալեքսանդր Թամանյանի գործերը եւ նախագծերը։ Մեր աշխատանքը բաժանվեց մի քանի մասի։ Սկզբում մենք բաժանվեցինք խմբերի եւ ներկայացրեցինք Ալեքսանդր Թամանյանի գործունեությունը։ Ապա սեպտեմբերի 28-ին ընկեր Պետրոսյանի նախաձեռնությամբ մեկնեցինք Երևան Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետության ինստիտուտ թանգարան, որտեղ սկզբում տեսանք Թորոս Թորավանյանի կիսանդրին, ով եղել է Ալեքսանդր Թամանյանի լավագույն ընկերներից մեկը։ Ապա մտնելով սրահ տեսանք գետնին նկարված Երևանի գլխավոր հատակագիծը, որը բաժանված էր մասերի, վարչական, արդյունաբերական, առևտրային եւ այլ մասերի։ Դրանից հետո մենք ուղևորվեցինք Թամանյանի փողոցը, որտեղ տեղադրված է նրա արձանից ներքևի հատվածում գտնվում է երկրի շահանոցի խոսքերը։ Նա ստեղծել է Արևիկ քաղաքը եւ Երևանի հատակագիծը, ճարտարապետ Արտաշես Սովսեփյան եւ քանդակագործ Սեդա Պետրոսյան։ Արձանի ետնամասում բացունքի վրա կասկադի շենքն է, որը ստեղծվել է Ալեքսանդր Թամանյանի նախագծած Ջին Թորոսյանի կողմից։ Կասկադից հյուրընկալ տեսան են բացում դեպի Արարատը, որն է հենց Թամանյանի երազանքներից մեկն է, որ Արարատը նշվի ամենուրեք։ Ըստ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի Թամանյան Թորոսյանի նախագիծը շուտով կհասնի հրաշական տեսքի։ Թագանից հետո ճանապարհին տեսանք Գարագի Նժդեհի արձանը եւ կատարեցինք նկարահանումներ։ Գարագի Նժդեհը օգնել էր Ալեքսանդր Թամանյանին, որպեսզի վերջինս գնա Պարսկաստան։ Այնուհետև շրջելով Երևանով տեսանք կառավարության տան շենքը, որը Թամանյանի ստեղծագործության գլուխգործոցներից մեկն է։ Այնուհետև այցելեցինք Հայաստանի ազգային պատկերասրահ եւ հիացմունքով դիտեցինք Մարտիրոս Արենի Ալեքսանդր Թամանյան կտավը։ Իսկ հետո Հիսուսային պողոտայով քայլելով հասանք օպերայի եւ բալետի շենքի մոտ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան, որի դիմաց դրված է Հովհաննես Թումանյանի եւ Ալեքսանդր Սպենդիարյանի արձանները, որտեղ առաջին անգամ ցուցադրվել է Ալմաստ օպերան։ Օպերայի եւ բալետի շենքը Փարիզում 1937 թվականին արժանացել է Grand Prix մրցանակին եւ շահել է ոսկե մեդալ։ Հետո մենք նկարվեցինք Թամանյանի կիսանդրի հետ եւ Թանգարանի աշխատակիցը մեզ տրամադրեց ամսագրեր հայկական ճարտարապետության մասին, որոնք մեզ օգնեցին մեր հետագա աշխատանքի։ Գնացինք եւ տեսանք Հայաստանի Հանրապետության Պոլիտեխնիկական ինստիտուտի շենքը, որտեղ ուսումնասիրելով դրա արտաքին տեսքը արդեն ուղևորվեցինք Աստղադարանից շենքը ուսումնասիրելու, որտեղ նկարվեցինք հայտնի ֆիզիկոս եւ աստղագետ Վիկտոր Համբարձումյանի արձանի մոտ։ Այնուհետև գնացինք համալսարանական թաղամաս, որտեղ տեսանք պետական համալսարանի սև շենքը, որտեղ գտնվում է պատմության ֆակուլտետը, այնուհետև Թամանյանի նախագծով կառուցված բժշկական, տնտեսագիտական, նախկինում անասնաբուժական, անասնաբուծական համալսարանները, անատոմիկումի շենքը, որտեղ գտնվում է Ալեքսանդր Թամանյանի ուղեղը ֆարմալինի լուծույթի մեջ։ Երիտասարդական մետրոյով ուղևորվեցինք Գարեգին Նժդե կայարան, որպեսզի այցելենք Ալեքսանդր Թամանյանի շիրիմին, որը գտնվում է Կոմիտասի անվան հայոց մեծերի պանթեոնում։ Մենք մեր հարգանքի տուրքը մատուցեցինք նրա առաջ եւ ծաղիկներ խոնարհեցինք նրա շիրիմի առջև։ Երևան այցելելու երկու շաբաթ անց հոկտեմբերի 12-ին շրջայց կատարեցինք մեր հարյուր քաղաք Արմավիրում, որը կոչվել է Արևի քաղաք Ալեքսանդր Թամանյանի հատակագծով։ Այնուհետև այցելեցինք Արմավիրի արվեստի եւ գյուղատնտեսական քոլեջներ, որտեղ կատարեցինք նկարահանումներ, նշելով, որ այն կառուցվել է Ալեքսանդր Թամանյանի հատակագծով։ Այնուհետև գնացինք երկաթուղային կայարան, որը կառուցվել է 1927 թվականին, կառուցվել է Ալեքսանդր Թամանյանի նախագծով։ Դրանից հետո գնացինք մշակույթի տուն, որը կառուցվել է Ալեքսանդր Թամանյանի նախագծով եւ հարցազրույց վարեցինք տնօրեն Տիկին Պետրոսյանի հետ։ Վերադառնալով դպրոց որոշեցինք համակարգչային սենյակում ստեղծել փիներ մեր տեսածի հիման վրա։ Ինչպես նաև ստեղծեցին գիրք, որը Ալեքսանդր Թամանյանի կյանքի եւ գործունեության եւ ստեղծագործությունների մասին է։ Գոբելեն Արմավիր քաղաքի զինանշանը եւ բանակապ տարբեր լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն։ Գիտարով երաժշտություն Թամանյանի եւ Երևանի վերաբերյալ, որի կրկներքը ստեղծել են ինքներս։ Մակետ պատկերով Երևանի օպերայի եւ բալետի շենքը։ Գրքույկ Արմավիրի քաղաքի մասին, Արմավիր քաղաքի հատակագիծը, որի պատրաստման մեջ մեզ օգնեց մեր աշխարհագրության ուսուցչուհի պաստար պատկերով Ալեքսանդր Թամանյանի դիմանկարը եւ նրա նախագծով աշխատանքները եւ մեծավոր վերջնարդյունքը դրանք մեր ձեռք բերած գիտելիքներն են հրաշագործ Ալեքսանդր Թամանյանի մասին, որոնք մեզ կուղեկցեն մեր ողջ կյանքի ընթացքում։